Շատ գովելի նախագիծ է, հանրային ձայնը առաջ հերթին ասեմ, որ մենք կողմ ենք և 3 անդամ մեր հավաքանիների առաջարկել ենք, որ գրանցեն այս հանձնաժողով, նաև կառաջարկեի, եթե հնարավոր է, ես չգիտեմ սահմանափակված է անդամների քանակը, թե չէ, մեզ դիմել են նաև մեր նախկին մեր ֆրակցիայի անդամները, ովքեր անկախացել են, առաջարկում եմ իրանց էլ, եթե հնարավոր է ներառել հանձնաժողով, մեկ էլ կուզենայի հանրային ձայնի տեսանկյունը ասել այս դեբատի, երևի թե սենց ամենամեղմ տարբերակը գտնեմ, օպոզիցիոն մեր կոլեգաների արգումենտացիան, ԿՊ խմբակցության արգումենտացիան այս, գիտեք ինչ է ինձ հուշում, ես համաձայն եմ, կա, ոնց են ասում, ժամկետ անցել է, իհարկե մենք լյուստրացիա որ անենք, բավականին շատ բաներ կարող է բացահայտենք, բայց ոչ մեկին հնարավոր է քրեական ինչ-որ պատասխանատվության չկարողանանք կանչենք, բայց մենք միշտ չէ, որ ստեղ ենք լինելու, մենք ստեղ ենք, հետո կգան մյուսները, բայց այս գործընթացը անպայման պետք է տեղի ունենա, այո, Մանուկ Սուքիասյանը ասում է, կամ իրանց ֆրակցիան ասում է, շոու է եւ այլն, նախընտրական, ես չեմ հերքի, դա էլ ունի այդ կոմպոնենտն էլ է երևում, բայց մենք օպոզիցիոն ֆրակցիաներ ենք, որոնք որ հնարավորություն չունեն ուժայինների հետ, ոնց որ ասում եք քննչականի գործը անեն, իհարկե նրանք կարան անեն լավ, վատ, բայց սա մի հնարավորություն է, որով մենք կարանք ինչ-որ բաներ մեր համար պարզաբանել եւ բարձրաձայնել մյուս եկողների համար, ներկաների համար, երևանցիների համար, որ հետո հաջորդ անգամ նման սխալներ, նման ապօրինություններ չանեն, դրա համար եմ ասում, որ հարցեր կա, որ պետք է գալ կոնսենսուսի ու միասին այդ հարցը լուծել, ես չեմ ուզում ինչ-որ մեկին ասեմ դու հնարավոր է քո բարեկամն է կամ էսա կամ այնա, շատ հնարավոր է շատ բաներ դուրս գան ջրերես, բայց ես որպես օպոզիցիոն ու ուժային կառույցների հետ ճակերտավոր շատ վատ հարաբերությունների մեջ գտնվելով, ես այս շանսը բաց չեմ թողի, թեկուզ սա ուզում եք վերնագրեք պոպուլիզմ, վերջի տարի նախընտրականի համար է բերվել, ես տեղ տեսնում եմ շատ դրական հնարավորություն տեսնել, թե նախկինում եւ հնարավոր է եւ ներկաների հետ կապված, ինչ-որ փոխկապակցված մարդկանց տեսնենք, դրա համար կոչ եմ անում, բերեք այս հանձնաժողովը ստեղծված է, մտնենք մեջը տեսնենք, հիմա ինչ եղավ, արդեն պարզ կլինի ապագա եկողների համար էլ, ներկաների համար էլ, մեր ֆրակցիան կողմ է քվեարկելու այս նախագծին, բոլորին է ցանկանում եմ լավ ամառային հանգիստներ, երևանցիներին էլ համբերություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։